Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 10։ Ես լույս եկա աշխարհքը, որ ամեն ինձ հավատացողը խավարի մեջ չմնա։ Հովհաննես 12:46 խոսք։ Այս աշխարհը խավար է, ինչպես կեսգիշերը։ Տեր Հիսուսը եկավ, որպեսզի մենք հավատքով լույս գտնենք եւ այլևս չնստենք այն խավարի մեջ, որը ծածկում է մնացած մարդկությանը։ Ամենը շատ լայն եզրույթ է, այն ներառում է եւ քեզ եւ ինձ։ Եթե մենք հավատանք Տեր Հիսուսին, այլևս չենք նստի մահվան մութ ստվերի մեջ, այլ կմտնենք անավարտ օրվա ջերմ լույսի մեջ։ Ուրեմն ինչու մենք իսկույն դուրս չենք գալիս դեպի լույսը։ Երբեմն մեր գլխավերևում կարող է ամպ կուտակված լինել, բայց մենք չենք մնա այդ խավարի մեջ, եթե հավատանք Տեր Հիսուսին։ Նա եկավ մեզ տալու օրվա պայծառ լույսը, միթե նա ապարդյուն եկավ։ Եթե մենք հավատք ունենք, ուրեմն ունենք արևի լույսը վայելելու արտոնությունը, ուրեմն եկեք վայելենք այն։ Բնական ապականության, անգիտության, կասկածի, հուսահատության, մեղքի եւ վախի գիշերվանից Տեր Հիսուսը եկավ մեզ ազատելու, եւ բոլոր հավատացյալները պետք է իմանան, որ նա ապարդյուն չեկավ, ինչպես արևը, որ ծագում է եւ չի կարող չտարածել իր ջերմությունն ու լույսը։ Թոթափվիր քո ընկճվածություններից, թանկագին բարեկամ, մի բնակվիր խավարի մեջ, այլ ապրիր լույսի մեջ։ Տեր Հիսուսը քո հույսն է, քո ուրախությունը, քո դրախտը։ Նայիր նրան, միայն նրան, եւ դու կուրախանաս, ինչպես թռչուններն են ուրախանում արևածագի ժամանակ, եւ ինչպես հրեշտակներն են ուրախանում գահի առջև։